Այս վերջին ժամանակները Սուրբ Հոգին ինձ մի մտքի վրա կանգնեցրել եւ դա շատ կարեւոր է այսօր բոլորիս համար։ Ես զգում եմ, որ այդ խոսքը ինձ շինությունա ապարգևում եւ ենել հավիտենական։ Երեմիա 2-րդ գլուխ 12-13 խոսքեր։ Երկինքը զարմանում է մի բանի վրա։ Երկինքը զարմանում է։ Ինչի համար։ Վանձիմ ժողովուրդս երկու չարություն գործեց։ Զիս, որ առաջի անգամ Սուրբ Հոգով մկրտվեցինք, կյանքի ջուրն հենց էինք խմում, հարբել էինք այդ կյանքի ջրից, բայց շատերը կյանքի ջուրը կորցրեցին։ Եվ այսօր շատ հավատացյալներ կյանքի ջրի մասին գաղափար չունեն անգամ։ Կյանքի ջուր, այս երկագունդը, եթե ջուր չլի, երկագունդը կմեռնի, ոչ մի բան չի աճի, այս օվկիանոսները չլեն, գետերը չլեն, ծովերը չլեն, ջուր չլի, կենդանական աշխարհը, մարդկությունը լրիվ կմեռնի, դա մարմնավոր բան եմ ասում, բայց հոգու աշխարհն էլ մեռնում է, ով որ խմի ջուրերից պետք է ծարավի, բայց այն ջուրը, որ ես դիտամ, նա հավիտյան չի ծարավի։ Այսօր այնքան կեղտոտ ջրեր ենք խմում մենք, եւ մեր հոգին ապականում է դա, մեր հոգին սպանում է դա, ում հոգին մեղքի ձեռի ջուր է, այս երկրագնդի վրա կյանքի ջուր չկա, այս երկրագնդի վրա մահվան ջուր կա, տխծության ջուր կա, ամբարտության, ամբարշտության ջուր կա, բայց կյանքի ջուր չկա։ Արդյոք դու որեք են ես պաշտամունքի ես դու կամ ինձ ավերում քեզ էլ, մենք կյանքի ջրի ծարավից ենք եկել, ենք բոլորս մարդ ենք, բոլորս մեղքի բնության մարդ ենք, բոլորս նույն սանրի կտորն ենք, ոչ մեկը ոչ մեկից առավել չի, մարդի մասին, անես բաներ գրած Սուրբ գրքի մեջ, որ դու հավատաս այդ ջուրը, տեսեք, ես մի հատ համար եմ ցույց տալի ձեզ, այդ ջրի զորությունը տեսեք, ձեր վրա մաքուր ջուր պետք է սրսկեմ, մաքուր ջուր, կյանքի ջուր, այդ սրսկելուց ինչ հալնում, պիտի մաքրվիք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուրքերից, ձեզ պետք է մաքրեն, կյանքի ջուրը որտեղ մտավ, ընդեղ մի հատ պղծության ջուր չի կարա մնա, սկում է մեր մեջ, մեր Աստված, հենց հիմա էլ կարա սրսկի, եթե դու ուզես, եթե դու հավատաս, որ կյանք չկա այս աշխարհում, կյանքի ջուրը միայն Աստվածը իր խոսքի մեջ, տեսիլ, մեսիլ, ես էդի հավատ չի, Պետրոս չասեց, ուր գնանք, դու բժշկություն արող ես, դու տեզերքի արարիչն ես, դու հրաշք գործող ես, դու եսիմ ինչեր արող ես, ասեց ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, ասին կյանքի ջուրը, բայց ինչպես խմենք այդ կյանքի ջուրը, այդ կյանքի ջուրը և մեզ սովորացրեց, որպեսզի մենք ապավինենք Աստծուն և հաստատ հավատք ունենանք, մտնենք այդ ծածկոցի տակ, որ այդ կյանքի ջուրը խմենք։ Առանց կյանքի ջուր խմելու այդ ծածկոցի տակ չես կարա մտնի։ Հասկանում եք սիրելիներ։ Դրա համար Աստված այդ կյանքի ջուրը, որ ուզում է տալ մեզ, ինչ ճանապարհով է տալիս,
նայեք, վանսի նեղ դրեն, նեղ այդ դուրը նեղված ուրա ճամփա, որ դեպի կյանք կտանի, և քչորեն անանք, որ զանեն կդեն։ Վանսի նեղ դրեն ներս մտեք, վանսի լայն դուրը, այն դուրը, որ ընդարձակ ճամփան, որ դեպի կորուս կտանի, շատերը անոր անկե կմտնեն, վանսի նեղ է այն դուրը, նեղված այն ճամփան, որ դեպի կյանք կտանի, և քչորեն անոնք, որ զանեն։ Ցույց տվեք մի մարդ, Սուրբ գրքում, առանց նեղ դուր մտնելու կյանքի ջուրա գտել։ Ցույց տվեք մի մարդ։ Մովսեսը փարավոնյան գահը թողեց, որ կյանքի ջուր խմեր։ Նոյը ինչ դժվարություններ անցավ, որ կյանքի ջուր խմեց նա։ Հովսեփը ինչ ճանապարհ անցավ, որ կյանքի ջուր խմեց։ Հոբը ինչ ճանապարհ անցավ, որ կյանքի ջուրը խմեց։ Անենց խմեց, որ 140 տարի վայելեց այդ կյանքի ջուրը։ Երկրի վրա մասն եմ խոսում։ Իհարկե, կյանքի ջուր խմող ես։ Եթե չեք իմանում կյանքի ջուրը որտեղ է։ Հիսուս մի կնոջ, սամարացի կնոջ մասին է, ոնց է խմում այդ կյանքի ջուրը։ Եթե գիտնայր Աստծո պարգևը, թե ով ան որ քեզ սկսե ինձի ջուր տուր խմելու, դու անկե պիտի ուզես եւ ինքը քեզ կենթանի ջուր պիտի տա։ Կենթանի ջուր, համար կբախի։ Եղբայրներ քուրեր, սա գրված է Հովանի 4-րդ գլուխ, բայց ես մի հետաքրքիր բան եմ ուզում կարդամ։ Հիսուս շատ քարոզներ արել, բայց ոչ մի քարոզ աղաղակով չի արել, բացի մի քարոզից։ Տոնի վերջին մեծ օրը Հիսուս կայներ էր եւ կաղաղակեր։ Ոչ մի տեղ չկա գրած այս բան, որ կաղաղակեր։ Ու կսեր, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա ու խմի։ Ան որ ինձ հավատա ինչպես գիրքը կսե անոր փորեն կենթանի ջրի գետեր պիտի բխեն, զայսավ հոգի համար, Սուրբ հոգու համար։ Զորեն հավատացողները պիտի առնեին, վանզի Սուրբ հոգին տրված չէր տակավին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր։ Սուրբ հոգին կյանքի աղբյուր է։ Եվ այդ Սուրբ հոգին քո մեջն է։ Բայց դու մի կաթիլ ջուր չես խմում սա օրը, չենք խմում մի կաթիլ ջուր։ Ահա մեր հավատքի ողբերգություն դրամար ապշում է երկինքը, սոսկում է երկինքը, որ մենք կյանքի ջուրը, կյանքի աղբյուրը դրել է մեր մեջ, բայց մենք չենք խմում այդ ջրի։ Նույնիսկ քարոզող իր քարոզելու ջուրը, ես վերաբերում եմ ինձ, երկիչի երկելու ջուրը, բարեգործություն արողրա բարեգործության ջուրը, բայց կյանքի ջուր խմողը ուրիշ մարդ ալնում։ Խմելուն, կյանքի ջուր խմողը հավիտյան կապրի Աստծո հետ, կմեկանա Աստծո հետ, կյանքի ջուր խմողը կյանքի մեջ կապրի, Քրիստոսի մեջ կապրի, ինչպես եղբայրս քարոզեց, եղբայրներ քուրեր, ես երկար չեմ ուզում խոսել, ուզեմ շատ ոչ մեկը չմնա առանց կյանքի ջրի, ոչ մի հավատացյալ առանց կյանքի ջրի չմնա։ Այսինքն այդ հրաշքը, բժշկությունը, հայտնությունները, այդ սա արածը կյանքի ջուր չի տալի մարդին։ Իսրայել ժողովուրդը ինչ հրաշք չտեսավ։ Մենք տենց հրաշք չենք էլ տենա մեր կյանքի վերջ միջև։ Քայլում էին, շորերը չեր մաշում, կոշիները չեր մաշում։ Շոր առնելու կարիք չունեն, անդադ հազանում էր։ Այսինքն բան ով կարա տենա։ Հələ ծով ասենք ճեղքվավ, բայց որ կոշիկը որ թարմանում է, չի մաշվում։ 40 տարի։
Խանութ պետք չէր շոր առնելու, կոշիկ առնելու, Աստված ամեցին, իմ աղաչանքն ասես, իմ քաղցր Քրիստոսի անուշ զավակներ, որ Հիսուսը մորթվել է իր արնով գնել ամես, որ կյանքի ջուր տամես, մեզ չի գնե, որ մենք մահվան պիղծ ջրեր խմենք, շատ կիղտոր ջրեր կան աշխարհում, ցանկության ջրեր, աչքի ցանկության, լիակատար հրաժարվավ մեղքի ջրից, գիտեք երբ որ պատվիրանքը վրա հասավ, մեղքը ողջնցավ, տեսավ որ իր մեջ մահ կա, տեսավ իր ներսի մահվան ջրերը և զսվեց կատարյալ և փափագեց կյանքի ջրին, մտավ այդ նեղդուրը, եղբայրներ քույրեր, եթե ուզում ենք կյանքի ջուր խմենք, նեղդուր մտեք, նեղդրա մեջն է կյանքի ջուրը հայտնվում, հələ պատկերացրեք, Երեմիայի վրա մի քիչ օրինակներ բերեմ ձեր, Երեմիային տանջում էին, մահվան աշճանի, ցեխի ջրի մեջ տառապում էր, այս մարդին չազատեց Աստված այդ վիճակից, բացեց կյանքի ջուրը և այս մարդը մխիթարվավ, Հոբը 10 երեխա մեռին էլ որդներ է, բայց մինչև բժշկվել է, կյանքի ջուրը խմեց, նոր բժշկվավ, կյանքի ջուրը, այսօր մենք եկել ենք կյանքի ջուր խմելու, մենք չենք եկել իրանից հաց ու ջուր ուզելու, այսօր այնքան մարդիկ կան, ոչ աղոթում են, ոչ էլ այրմեր գիտեն, բայց լիքը ուտելիք հավաքակնելիք ունեն, միլիարդներ ունեն, բայց կյանքի ջուր չունեն, այսօր քեզ բերել աստեղ, որ բացի քոքու աշկերը, որ դու կյանքի ջրի ծարավ լնես, և տեսեք ինչ ասում, ով ծարավացներ, ջուրերին եկեք, տեսեք ինչի համար ականչում, ջուրերին եկեք, ով բոլոր ծարավացներ, ջուրերին եկեք, ստակ չունեցողներ, եկեք ծախու առեք ու կերեք, եկեք առանց ստակի, առանց գնով, գինին ու կաթը ծախու առեք, ինչու ձեր ստակը կվատնեք, պարատությունից զվարճանա։ Վերջին ժամանակներում, ովքեր պետք է հոգին ու հարսը կսի, հոգին սուրբ հոգին է, հարսը եկեղեցին է, եկուր, այսինքն Սուրբ հոգու կյանքի ջուրը խմելա, Սուրբ հոգու հետ մեկացելա, նույն բանն են խնդրում, հարսը նայա, որ կյանքի ջուրն են ցա խմե, որ ան որ կլսե թողսե եկուր, ան որ ծարավ է թող գա, ան որ կուզե կյանքի ջուրը ծրի առնե, եկեղեցու նպատակն է, կյանքի ջուրը խմի, Սուրբ հոգու հետ մեկանա, և այս մեռած ժողովրդին ասի, եկեք, ուզում եմ կյանքի ջուր, այդ կյանքի ջուրը սրսկի մեջ, որ մի հատ պղտություն չմնա մեջս, մի հատ կուր չմնա մեջս, Սուրբ հոգի սրսկիրի մեջ այդ կյանքի ջուրը, որպեսզի ես ազնավի այդ կյանքի ջրին, կանգնենք ոտքի աղոթքի։